Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը, քննարկվել են նաև Պաշտպանության նախարարության առաջիկա ծրագրերը, առաջնահերթություններն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սաֆարյանին։ Վարչապետը կարևորել է կառավարության եւ կուսակցության միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը, Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է կուսակցության աջակցությունը խաղաղության օրակարգին եւ կառավարության քաղաքականությանը։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարենի Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով պատերազմական ժամանակ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Եվրախորհրդարանի խորհրդարանական վեաժողովի փոխնախագահ։ Հայաստանին անցած քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ, հայտնել է Ռուբինյանը սոցցանցի իր էջում։ Մեր ունեցած տեղեկություններով ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի այցը կապված է Զանգեզուրի միջանցքի հետ, ուստի ամերիկացի քաղաքական գործչի այցը Ադրբեջան եւ Հայաստան միանգամայն բնական է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նա նշել է, որ Վենսի Վրաստան չայցելելու որոշումը Միացյալ Նահանգների սեփական որոշումն է եղել։ Հայաստանի ազգային հավաքականը մարտին սպասվող միջազգային դադարի ընթացքում ստուգողական հանդիպում կանցկացնի։ Հայաստանի եւ Բելարուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների ազգային ընտրանիները կմրցեն ընկերական խաղում։